Մի կին, որը հայկական տարազով ճճում է բոլորի վրա, ոնց որ ասի հանդարտվեք։ Ձեր գործերում մենք հաճախ ենք այդ համախմբման կոչը տեսնում։ Մտնում ես ընկերոջը տուն սուրճ խմելու քաղաքականություն, ամուսինները քաղաքականություն, ծնող երեխա քաղաքականություն։ Կողմեք, որ օրներ կփոխվի։ Բոլոր նորմալ մարդիկ ուզում են խաղաղություն Մեր օրերում, մեր ժամանակներում արդյոք միջավայրը թույլ է տալիս ստեղծագործել։ ստեղծագործել։ Ես տխրում եմ, որ համերգի լավն ու վատը պարով է որոշվում։ Ստեղծել եք բաս կանոն։ Նոր երաժշտական գործիք։ Աշխարհում նոր երաժշտական աշխարհում։ գործիք։ Ուղղակի որովհետև բասը պակասում էր։ Դրա շարունակությունը շատ ավելի վատ է լինելու, ինչու որովհետև արդեն արհեստական բանականությունը երաժշտություն է հորինում, բանաստեղծություն է հորինում։ Սարդարապատ, Տարցախ, Ադանա, Երևան։ Ոչ, չեք սխալվել, միացրել եք թիվ թվաբանությունը։ Պարզապես այսօրվա իմ հյուրի ամբողջ գործունեությունն ու կյանքը Հայաստանի ու հայի մասին է։ Մեր տաղավարում, թիվ թվաբանության տաղավարում, կոմպոզիտոր, երաժիշտ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանն է։ Շնորհակալ եմ շատ, պարոն Գևորգյան, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, հետաքրքիր է ինչպես կընթանա մեր զրույցը, հույսով եմ ամեն ինչ հետաքրքիր կլինի հեռուստադիտողի համար։ Միանշանակ։ Մեզ հետ է նաև 963 ռոբոտիկը, արհեստական բանականությամբ է օժտված։ Ոնց եք իդեպ նորագույն տեխնոլոգիաների հետ։ Մի քիչ հաշտ չեմ, թեպետ ժամանակները բերում են իրենց նորամուծությունները եւ դա ինչ որտեղ շատ հեշտացնում է մեր կյանքը, ինչ որ միտեղ մեզ դարձնում է ավելի ծույլ, ինչ որ միտեղ օրինակի համար առաջ բոլոր ընկերներիս հեռախոսի համարները հիշում էին, հիմա ժամանակները որ փոխվում են, արդեն անունը գրում ես, կոճակը սեղում ես, Siri ես ասում ինքը ավտոմատ հավաքում է հեռախոսահամարը, դա մի քիչ ծուլացնում է։ Եվ ինչ ասեմ, իմ կարծիքով դրա շարունակությունը շատ ավելի վատ է լինելու, ինչու որովհետև արդեն արհեստական բանականությունը երաժշտություն է հորինում, բանաստեղծություն է հորինում, ինչի մասին կուզես հորինում է, եւ անգործության կմատնվեն մեր կոմպոզիտորները, Մենք պոետները։ անպայման գալու ենք այս թեմային եւ խոսենք թե ինչպես է ազդել արհեստական բանականության ի հայտ գալը եւ այսպես մխրճվելը մեր կյանք ձեր գործի վրա, բայց այսօր մեր ռոբոտիկը մեզ օգնելու է, որովհետեւ ինքը շատ հետաքրքիր հարցեր է պատրաստել, մենք պիտի փորձենք գուշակել այդ հարցերի պատասխանները։ Եկեք առաջին հարցը լսենք ու հետո անցնենք մեր սիրուն զրույցին։ Գնացինք։ Սիրով։ Մեծագույն երաժշտական մտավորական Բախը քանի ստեղծագործություն ունի։ Մոտավոր ինչ պատկերացումներ ունեք, բայց թիվը չասեք։ Գրեմ։ Գրում ենք թիվը, պատտենք։ Լավ։ Օй 3-7 շատ հայկական սիմվոլիկ եւ 400 Սիրած թվերն են եւ կարծում եմ Բախի առումով կարող է շատ քիչ սխալվեմ, որովհետեւ այն ժամանակներում ստեղծագործությունները հորդում էին, մնում էր այդ ամեն ինչը հասցնեին, գրել եւ ներկայացնել։ Երևի նոտագրել ավելի երկար ժամանակ է խլել, քան իր ստեղծագործելը, կարծում եմ ավելի մոտ կլինի 700-ին, ասենք։ Տեսնենք, եկեք լսենք ճիշտ պատասխանը, հետո քննարկենք։ Բախը գրել է շուրջ 1100 ստեղծագործություն։ Այո, դուք շատ մոտ եք ի տարբերություն ինձ եւ դուք ունեք այս հաղորդման առաջին միավորը։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ձեր ինտուիցիան ձեզ հաջողություն բերեց։ Պարոն Գևորգյան, դուք քանի ստեղծագործություն ունեք։ Ես քիչ, Բախից բնականաբար քիչ, որովհետև իմ ուսերին դժբախտաբար, իմ ուսերին ընկած է ինչը, ստեղծագործությունը հորինելը, ձայնագրությունը, թրեքինգը, հետո այդ ամեն ինչը մաստերինգ անելը, ամեն ինչ ոնց որ ես եմ անում, պարտիտուրը գրելը, սիմֆոնիկ նվագախմբի համար այսօր, ամբողջ պարտիտուրը, եւ եթե երգ է, բառերը գրելը։ Կորոնավիրուսով երբ որ ես հիվանդացա, ծուլություն եկավ ինձ վրա եւ պարկածը ստեղը, այն որ ստեղծագործելու ջիղը մեջը սկսում է այդ բջիջները սկսում են աշխատել, ես որ չէի վերկանում անկողնուց, սկսեցի բանաստեղծություններ գրել եւ իմ գրած բանաստեղծություններից մեկը ուրեմն դարձավ հայկական բանակի մասին երգ, Որ մեկի մասին։ Բանաստեղծությունը այսպեսին է. դու մեր հայ զինվոր հզոր ու բարի միշտ բարձր ես պահում պատիվը հայի։
Միշտ վստահ եղիր, չենք թողի մենք քեզ, որ թշնամու դեմ միայնակ կռվես։ Հայկական բանակ, մենք քո կողքին ենք։ Ինչ էլ պատահի քեզ հետ կլինենք։ Միասին կանգնենք, էլ հզոր դառնանք ու ունենք թշնամուն իր պատիժը տանք։ Եվ այս բանաստեղծությունը Վայելեցինք պարոն Գևորգյանի ասմունքը։ գրել եմ պատերազմից 2 ամիս առաջ։ Հայկական բանակ բանաստեղծությունը իզուր չէր գրված, որովհետև ես ունեի նախագիծ եւ իմ մոտ հաջողվեց ինչ անել, այդ բանաստեղծությունը դարձնել երգ, եւ երբ որ երգը ավարտեցի, արդեն կապվեցի Սփյուռքում բնակվող իմ ընկերների հետ, մենք գտանք երգիչներ, հիմա YouTube-ում երբ որ գրեք Արա Գևորգյան հայկական բանակ, դուք այդ տեսահոլովակը կտեսնեք, որ երգում են Ուրուգվայից, Գերմանիայից, 13 տարբեր Արգենտինայից, երկրներից, չէ՞, Ֆրանսիայից, ոչ Իտալիայից, Լիբանանից, Մոսկվայից եւ այլն։ Այդ բոլոր մեր երգիչները, սփյուռքահայ երգիչները երգում են հայկական բանակ, մենք քո կողքին ենք։ Ձեր գործերում մենք հաճախ ենք այդ համախմբման կոչը տեսնում ակամայից։ Նույնիսկ երբ դուք արդեն պատրաստվում եք 4-րդ համաշխարհային ռեկորդին, իդեպ մեզ դիտողներին տեղեկացնենք, որ այն 3-ը արձանագրված են տարբեր ձևերով, 4-րդն էլ ինչպես դուք եք նկարագրում, կրկին համախմբման մասին է, 1000 դհոլահարներ պիտի մեկ բեմում ներկայանան միաժամանակ։ Բեմում չէ, դաշտավայրում։ Դաշտավայրում, այո։ Սևի ու սպիտակի նորից կռիվն է այստեղ եւ վերջում հայկական ազգային տարազով կինը, որը պիտի գա համախմբի եւ Դուք պատմեցիք, հիմա ես շարունակեմ թե մանրամասն։ Կարճ ներկայացրեք այդ գաղափարը եւ Ինքը գաղափարը այսպեսին է, 500 դոլար սպիտակ հագուստներով, 500 սև հագուստներով իրար հետ կռվում են։ Կռիվ ասելով հայհոյում են, այսինքն մեր այսօրվա այն իրականությունը, որ մենք ամենուր տեսնում ենք համացանցում, որ այդ հայհոյանքները սևի սպիտակի խառնվել է իրար արդեն։ Այնքան է մոտեցել իրար, որ արդեն սենց արագացել է տեմպը հայհոյանքների եւ ես ցանկանում եմ այդ դհոլներով այդ պատկերը ստանալ, հետո մի կին, որը հայկական տարազով ճճում է բոլորի վրա, ոնց որ ասի հանդարտվեք։ Եվ այս բոլորը հանդարտվում են։ Հիմա երբ որ դուք ամբողջը ես տեսահոլովակն եմ ձեզ պատմում, երևի լավ չի որ պատմում եմ, բայց ես էլ չեմ համբերում, ուզում եմ Չէ, բայց պատմեմ։ իսկապես շատ հետաքրքիր է։ Եվ այդ ճճալուց հետո բոլորը դառնում են հայկական տարազով ու խփում են նույն հայկական ռիթմը, մեր քոչարու ռիթմը, Եթե որի տակ մտնում է Տեր Ողորմյան։ Բոլոր նորմալ մարդիկ ուզում են խաղաղություն բոլոր երկրների միջև, նաև մեր միջև, ինչի՞ չէ։ Հիմա լսենք ռոբոտի հաջորդ հարցը ու շարունակենք մեր զրույցը։ Գնացինք։ Երաժիշտների քանի տոկոսն է պնդում, որ ավելորդ ինֆորմացիան բացասաբար է ազդում ստեղծագործական գործընթացի վրա։ Միջավայրը, իրադարձությունները, ինչ որ ձեր շրջապատում կատարում, ինքնին դառնում են թելադրանք, հա, ինչպեսի երաժշտություն ստեղծել։ Ինձ հիմա հետաքրքիր է մեր օրերում, մեր ժամանակներում, արդյոք միջավայրը թույլ է տալիս ստեղծագործել եւ գիտեք հարցը ոչ այնքան ձեր մասին է, որովհետեւ դուք արդեն կայացած եք, ինչքան Իրա հարցին ավելի դիպուկ որ պատասխանեմ, այս եթերը մեր երկրին շատ է խանգարում։ Այ մեր խոսքը խանգարում է մեր երկրի զարգացմանը։ Ինչով է խանգարում, որովհետեւ անընդհատ մենք ինչ որ կարծիք ենք ձևավորում։ Մանավանդ որ մտավորականների խոսքը հիմա քիչ է եթերում։ Բոլորը ընկճված են, կոպիտ ասեմ թող ինձ ներեն, վախեցած են մի մասնել, որ խոսում են տակը հայհոյանքներ է կոմենտներում գրվում։ Երեխեքն ասում են՝ «Մի խոսա էլի, ինչի ես գնաց է խոսում, ով է քեզ խնդրե խոսաս»։ Որ հայհոյեն, ամեն ինչը հայհոյեն։ Եվ դրա համար մենք վնաս ենք տալիս։ Եթե մենք քաղաքականության մեջ ենք մտցնում մեր մտավորականին, մենք իրան վնասում ենք։ Թողեք թող ինքը ստեղծագործի։ Թողեք ինքը գնա իր դերը խաղա, թող ինքը երաժշտություն օրինի։ Երբ որ մտցնում ենք, չասնում ենք, էլ իր ստեղծագործական կյանքը երթվում եմ, ամիսներով կանգ առնում։ Ինքը սկսում է իր մեջ կռիվ անել, ինչի գնացի, ինչի ես բառն ասեցի, ինչի ինձ հրահրեց լրագրողը, ինչի այդ միկրոֆոնը մցրեց բերանս, որ ես այդ բառն ասեմ, չխայնանամ, ավելորդ բան ասեմ։ Դրա համար սիրելի հեռուստադիտողներ, խնդրում եմ, ներեք մեզ, դաժան մի եղեք մտավորականների հետ։ Մենք քաղաքական գործիչներ չենք ու լիքը բանից չենք հասկանում։ Եվ առհասարակ պետք չի գրել վիրավորական ատելության խոսք տարածող մեկնաբանություններ։ Ինչի եմ, բայց
ես քարոզում սեր, եկեք սիրենք իրար, եկեք լծվենք Կանք երաշտական միջավայր, կարճ որպեսզի ձևակերպենք։ Միջավայրը իսկապես նպաստող է լավ երաժշտության ստեղծմանը։ Նոր սերունդը, որ ուզում է երգ գրել, լավ բովանդակություն թողնել, որն էլ կժառանգենք սերունդներին, ունի այդ հնարավորությունը, թե երաշտական աղբնել է այնքան շատ, որ չի ստեղծվում լավ բան։ Ուրեմն այսօր շատ ավելի պոպուլյար են դառնում պար եղանակները։ Զարմանում եմ, համուրախ եմ, որ ժողովուրդը ուրախ է։ Քեֆ չի ազգենք։ Քեֆ չի ազգենք, հա, բայց միտեղ էլ ես տխրում եմ, որ համերգի լավն ու վատը պարով է որոշվում։ Դալիճում պարտադիր պետք է պարեն։ Ես Ստիվի Վոնդերի համերգին էի ներկա 20,000 հանդիսատես կար։ Բոլորը պարում էին, բայց ո՞նց էին պարում։ Տեղում կանգնած շարժումներով, տեղում կանգնած, որտեվ հնարավոր չի sense քարի պես նստես ու այտենց լավ բառա դրայվով համերգ նայես, էլի այտենց կրկոտ, լավ ռիթմերով, լավ բիթերով այսօրվա լեզվով ասած ու արտակարգ երաժիշտներով, որ sense ուզես թե չուզես քեզ պարացնում են, բայց կանգնած տեղում բոլորը զուսպ, ոչ թե շուրգան մեջկով բեմահարթակին արտիստը երգում է, մեջկով շուրենեք է բեմահարթակին, sense պարում են հեռախոսներով։ Ես դա մի քիչ լավ չեմ հասկանում, որովհետև ուրեմն այդ հանդիսատեսը չի եկել արտիստին լսելու, եկել է պարելու։ Այսինքն դա համերգ չի, դա դիսկոտեկ է։ Հարցի պատասխանը գրենք, շարունակենք զրուցել։ Որ մի քիչ ավելի համեստ լինի, կոպիտ չլինի, գրում եմ։ Պատրաստ ենք։ Այո։ Պտտենք։ Խնդրեմ։ Պարոն Գևորգյանի մոտ այսօր 7-երի օր է։ 2-7, 77%-ը եւ իմ կարծիքով 60%-ը։ Տեսնենք ինչ ասում մեր ռոբոտիկը։ 78% երաժիշտների ստեղծագործական գործընթացի վրա ազդում է ավելորդ ինֆորմացիան։ Պարոն Գևորգյան ընդամենը 1 միավորի տարբերությամբ էր հերու ճիշտ պատասխանից եւ դուք ունեք արդեն երկրորդ միավորը, պարոն Գևորգյան։ Ես գիտեմ, որ դուք նաեւ կողմեք, որ օրներ կփոխվի։ Ես կցանկանայի եւ կարծում եմ բոլորս կցանկանայինք, որ լիներ Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Ինչու՞։ Որովհետեւ Արամ Խաչատրյանինն է։ Դրանով ամեն ինչ ասված է։ Արամ Խաչատրյան անվան մեջ ամեն ինչ կա ու դա պատիվ է բոլոր ամեն մի հայի համար։ Իմ կարծիքն է սա։ Հայոց օրհներկ այդպես էր, չէ՞ կոչվում այդ գործը։ Մեր Հայաստանի 70 տարի հնչած մեր հայկական օրներքը մարդիկ կան ասում են դա կոմունիստական է։ Երաժշտության կոմունիստականը ո՞րն է։ Արամ Խաչատրյանի այդ հրաշալի երաժշտության վրա գրվի նոր տեքստ, թող լինի այսօրվա շնչով, այսօրվա ոգով։ Ունենք մի կոմպոզիտոր, որը ասում էր Արամ Խաչատրյանին պետք է ծոծրակով նայել, այսինքն գնալ առաջ քայլենք։ Բա ամոթ չի տենց հայտարարություն են արել տելևիզորով, հեռուստատեսությամբ։ Եվ Կոնստանտին Օրբելյանը Ամերիկայից ռուսերեն շատ սիրուն ասեց. Ապոմնիցես, о ком вы говорите, это же Արամ Իլիչ։ Այնքան սիրուն sense տեղը դրեց այդ կոմպոզիտորին այսօրվա, որը ասում էր Արամ Խաչատրյանը այդ ստեղծագործությունը գրել է կոմունիստաբար։ Դա համար պետքա քնքշորեն վերաբերվել այդ ամեն ինչին։ Օրներքը իմ կարծիքով ինքը երաժշտություն է, որ պետք է պաթոս առաջացնի, ուզենաս կանգնես, ուզենաս ձեռքդ դնես սրտիդ եւ հպարտանաս այդ ամեն ինչով։ Արամ Խաչատրյանը ինքը տեղով հպարտանալու։ Այո, եւ ոտքի կանգնելու։ Այո, ոտքի կանգնելու մեր կոմպոզիտորն է։ Լսենք երրորդ հարցը, պարոն Գևորգյան։ Գնացինք։ Դաշնամուրն ունի 88 ստեղն, քանիսն են սպիտակ։ Պարոն Գևորգյանը որպես վաստակավոր երաժիշտ կպատասխանի այս հարցին։ Մի վարքյան կներեք, հաշվում եմ էլեմենտար։ Հաշվեք։ Մի օկտավայում կա 7 նոտա, սպիտակ եւ 5 նոտա սև։ Իսկ քանի օկտավա կա։ 8 օկտավա։ Որ հաշվեմ էլի։ Մի րոպե, քանի սպիտակ։ 7 սպիտակ։ 7 Դո ռե մի ֆա սոլ ля սի։ 7 սպիտակ, քանի օկտավա էր։ 8։ Այսինքն 7 անգամ 8 պիտի անենք։ Այո։ Ընդամենը։ 5-ա թանենք։ 51։ Խոյտորակ Լավ, պարտվում կներեք, եմ։ արագ sense ստացվեց։ Պարոն Գևորգյանը նոր հաշվարկ ունի 51։ Ես լավ թողնում եմ 56։ Բայց սխալվում եմ հաստատ, չէ՞։ Ես էլ եմ սխալվում, որտեվ օկտավաները ամենավերջի օկտավան եւ սուբկոնտրօկտավան, 5-րդ օկտավան տարբեր են։
Չգիտեմ ինչ եք ասում, պարոն Լավ. Գևորգյան, եկեք լսենք Լսենք, ռոբոտիկին, տեսնենք ինչ է Լավ. ասում ռոբոտիկը։ Արագ-արագ։ Դաշնամուրի ստեղնաշարն ունի 36 սև եւ 52 սպիտակ ստեղն։ Ընդամենը մեկ ստեղնի տարբերություն է Ես մեկ, այստեղ հա։ պարոն Գևորգյանի մոտ։ Համարյա ճիշտ էր 32, բայց- հաշվարկը։ Լավ, այսօր կգնաք դաշնամուրի վրա կհաշվեք։ Ամեն դեպքում միավորը նորից ձերն է։ էլի նույնն է, էլի նույնն է, որովհետև ստեղից էլ պետքա հանվի, չէ։ Պետք է հանեք, դե հա։ Ընդեղից որ Հանեցիք։ հանեցինք, ստեղից էլ պետքա հանվի, այո։ Վերջ, էլ Այդտեղ շանս մոռացել, չունեմ նո՞։ հաղթելու, պարոն Գևորգյան, Դե ճիշտ է, եկեք ինձ որտեղ սուտ հաղթեցիք։ կոնտրոկտավան այնտեղ 3 նոտա է։ Ուրեմն գործիքների հետ կապված շշմեցնող մի բան եմ պատմում, դե ձեզնով հետաքրքրվածները կիմանան։ Ուրեմն պարոն Հարցերը Գևորգյանը, վերջացան։ չէ, ես ուղղակի մի բան պատմեմ ու շարունակենք։ Պարոն Գևորգյանը այն մարդն է, որը նվագախումբը նվագեց վերջացրեց, ասում է, այստեղ բասը պակասում էր, հետեւաբար հիմա ստեղծում ենք նոր գործիք։ Ես այդ պատմությունը, չգիտեմ, ուղղակի շշմեցնում է։ Ստեղծել եք բաս կանոն։ Նոր երաժշտական գործիք։ Աշխարհում նոր երաժշտական աշխարհում։ գործիք։ Ուղղակի որովհետև բասը պակասում էր։ Այդ ինչ Նայեք, է։ մեր ազգային նվագանայի պետական նվագախումբը, որ երկար տարիների ներկայություն ունի մեր իրականության մեջ, ես ինչ ծնվել եմ, այդ նվագախումբը կա։ Բասի պարտիան նվագում էին ուդերը։ Ուդը լարերը բարակա։ Այդ թավ ձայնը ոնց որ չկա էլի։ ստացվում։ Եվ ստիպված մեր ժողովրդական գործիքների նվագախմբերը վերցնում են կոնտրաբաս։ Կոնտրաբասը, որտեվ շատ թավ է հնչում, ստացվում է մեր ամբողջ ժողովրդիկները նստած են Մեկ նվագում, էլ կոնտրաբասը կոնտրաբաս։ Բայց դա չի պատճառը։ Ուրեմն այդ կանոններով 50 կանոնով որոշեցի ձայնագրել իմ մուշ ստեղծագործությունը եւ երբ որ ձայնագրեցինք վերջացինք այդ միքս մոնտաժ այդ բանը անելու ժամանակ դե զգում եմ լավ չի հնչում էլ այդ տակի հիմքը չկա այդ թավ ձայնը չկա իսկ ես քանի որ կանոններով էի միայն ուզում դա հնչեր մտա Google-ի մեջ որ փնտրեմ կանոն կա բաս կանոն եթե աշխարհի մի ծայրում լիներ ես անպայման դա կձայնագրեի կկապվեի կգտնեի կձայնագրեին կմիացնեի որ ամբողջը կանոններով լիներ ասի ուրեմն ստեղծում ենք բաս կանոն գնացի վարպետ Ալբերտին գտակ գործիք պատրաստող պարոն Գևորգյանին ուղարկեց աշխարհի մյուս ծայրը որպեսզի հատուկ փայտ բերի ես այդ պատմությունը լսել եմ փայտը պիտի բերվի Սևծովի ափից որովհետև ճառագայթները այդ թղկի Սևծովի ափի թղկի ճառագայթները երկար են բանը պահում ձայնը երկար է հնչում մի խոսքով իմ շատ լավ ընկեր Լևոն Մկրտչյանի հետ միասին գնացինք տուապսե իհարկե ընկերոջս խորհրդով տեղը գիտեր գնացինք եւ այդ փայտը բերեցինք եւ մաքսատուն անցա տախտակներով շատ ծիծաղալու էր ունենք նոր գործիք 5 հատ մեկը մանկավարժական համալսարանում սովորեցնում ենք ուսանողներին որպեսի պարապում ենք նրանց հետ մի քանունը նվիրել եմ երկի բարի անսամբլին մեկը ազգային նվագարներին պետական նվագախմբին ափսոսում եմ որ չեն օգտագործում պետք է հաստիկ իջեցնել հատուկ հաստիկ որ բաս կանոնը ներգրավեն իրանց մոտ հույսով եմ էտել կլինի եւ Թովմաս Պողոսյանի աշուղական Սայաթնովա նվագախումբն է օգտագործում շատ գոհ են մենք սովորացնում ենք մի կանոնն էլ 2 ամիս ցուցադրվեց Երևանի պատմության թանգարանում եւ մեր տաննա որ պիտի նվիրեմ Հայաստանի պատմության թանգարանին լսենք հաջորդ հարցը պարոն Գևորգյան խնդրեմ Քանի խաղալիք է ներառում խաղալիքների ամենամեծ հավաքածուն ձեր հավաքածուն այո աշխարհում ձեր հավաքածուում քանի խաղալիք կա մոտավոր Մենակ իմ հավաքածուն հազարներից ավել է Ով չգիտի ասեմ, որ պարոն Գևորգյանն ունի խաղալիքների մեծ հավաքածու, որտեղ ներառված են նաև երջանկահիշատակ Մայրիկի վաստակավոր արտիստ։ Իրա նվիրած առաջի խաղալիքը պահել եմ մինչև հիմա։ Այո, նրա տարբեր հյուրախաղերից, տարբեր երկրներից դերված խաղալիքները։ Ցուցադրվել եմ մեկ անգամ CNN-ով, մի 4 անգամ, չէ, 3 անգամ ORT-ով ռուսական, մեկ անգամ TV6 ռուսական էլի ալիքով եւ մեր բոլոր հեռուստակայաններով ցուցադրվել է ժամանակին։ Ես միշտ հավաքել եմ կախարդական խաղալիքներ, որոնք շարժվում են, ձայն են հանում, գույնն են փոխում, ձակ են հանում։ Այդ ձակ հանելը ասում եմ բոլորը շոկի մեջ են ընկնում, բայց բարի բուն իմաստով ես այդ խաղալիքից, որ ես ունեմ, ոչ միտեղ չեմ տեսել։ Ոչ մի երկր։ Ով է նվիրել այդ խաղալիքը։ Խաղալիքը ինձ նվիրել է իմ ընկեր Մանվելը։
Իսկ մայրիկի խաղալիքներից Մայրիկի խաղալիքը ռեզինից փոքր խաղալիք դա է։ առաջին նվերն է։ Առաջին նվերն է բադիկա։ Բայց Գրենք։ պատճառն էլ է, որ ես խաղալիքներ երբ որ նվեր էի ստանում, կոտրում էի, տեսնեմ ոնց է աշխատում։ Երևի դրանից առաջացավ իմ մոտ մի քիչ ափսոսանք, որ ինչ եմ կոտրել եմ, հիմա հավաքեմ, հետո մի սխալ բան արեցի, որը շատ եմ զղջում ու հերոստատեսությամբ շատ եմ դրա մասին խոսում, որ մի անգամ իմ փոքրիկ տղաս, որ փոքր էր, մատով ցույց էր տալի մի ավտոմեքենա, կարմիր գույնի Ferrari, որ ես դա դողում էի այդ խաղալիքի վրա ու չէի տալի, որ ինքը խաղա։ Ու այդ երեխան որ սկսեց լացեց, ասի լավ, մի խոսքով մեծ դժվարությամբ sense տվեցի այդ խաղալիքը, այն որ ոսկե ցլիկի մեջ որ ասում է, «Ար»։ Հա, Տար, վերջում այդ ցլիկին որ նվիրում է, չէ։ Այդ տորն էինք էլ եւ որ տվեցի ուղիղ 1 րոպե հետո տեսա դռները պոկած, այդ ամեն ինչը իրարից պոկած էս Ferrari-ն, ինքն էլ կոլեկցիոնի թանկ արժեր։ Ջղայնացա ասեցի, գնացի խանութ լիքը խաղալիք բերեցի, լցրեցի մոտը տղայիս, ասեցի, «Էլ իմ խաղալիքներին ձեռք չտաք»։ Ու այդ օրվանից դարձեմ արև երեխեքս այդ սենյակ չեն մտնում իմ խաղալիքների։ Հիմա տեսարանը շատ ծիծաղելի հիմա արդեն որ զավեշտալի է։ թորնիկ ունեմ։ Հիմա արդեն կտամ թորնիկին, Տալիս։ բայց էլի խաղալիքներ կան, որ ինձ համար այնքան թանկ են, մտնում եմ, փայփայում եմ դրանց պարզապես։ Գորտերի մի անսամբլ ունեմ, բեմահարթակա, բեմի վրա պարում են, նվագում են, շարժվում են, այնքան լավն է։ Ես քիչ գրեցի 2000 իմ կարծիքով, պարոն Գևորգյանը գրեց 77000, տեսնենք։ Խաղալիքների ամենամեծ հավաքածուն ներառում է ավելի քան 200,000 խաղալիք։ 200,000։ Բա։ Դե լավ, 4-0 է հոգուց ձեզ։ Լսում ենք վերջին հարցը։ Որքան է արժեցել աշխարհում ամենաթանկ գնով վաճառված երաժշտական գործիքը։ Օ, եթե ես չեմ սխալվում, դա ջութակն է հայտնի։ Դե Գվարների, Stradivari, Այո։ Amati, այդ ջութակները միլիոնավոր դոլարներ են անցնում։ Պատտենք, պարոն Գևորգյան, 77 միլիոն պարոն Գևորգյանի կարծիքով, իմ կարծիքով խղճուկ մի թիվ, 20 միլիոն։ Եվ Ամենաթանկ վաճառված երաժշտական գործիքը Stradivarius-ի ջութակը վաճառվել է ավելի քան 15.9 միլիոն դոլար։ Վերջապես ես մեկ միավոր ունեցա։ ես ավելի լավ կարծիք ունեի այդ ջութակի մասին։ Դուք որ շարունակեք նոր գործիքներ ստեղծել, գուցե դրանք ավելի թանկով վաճառվեն աշխարհում։ Իդեպ կանոնի, բաց կանոնի Իմ մոտ պահանջարկ չի հաջողվում որևէ բան վաճառել։ Միշտ ավելի շատ նվեր եմ տալիս, քան վաճառում եմ։ Պարոն Գևորգյան, մեր արմատից շատ ենք հեռացել։ Երաշտական Ես կարծում եմ, որ այնքան կարևոր ու շատ կարևոր հարց տվեցիք, որովհետև ես կոչ կանեի մեր ընդհանրապես մեդիային, դա կլինի հեռուստատեսություն, ռադիո, պետքա կրթել։ Դուք ամենահզորն եք, ամենահզորը լրատվամիջոցներ, լրագրողներ, բոլոր առիթը օգտագործեք մեր ազգային արժեքները վերհանելու, որովհետև իսկապես մենք ունենք ահռելի գանձարան, ահռելի արժեքավոր գանձարան, որ աշխարհի այն բարձր մակարդակի ազգերը կերազեին ունենալ, պետք է դրանք շատ լսեն, շատ ցուցադրվեն, որպեսզի մեր երեխեքը դրանով սնված մեծանան։ Նորարարությունները անշուշտ պետք են քայլել ժամանակի համընթաց, նորարարություններով, նոր մշակումներով, նոր բիթերով, նոր ռիթմերով, նոր շնչով, ամեն ինչը ես միշտ ասել եմ, պահպանենք ազգային ավանդույթները եւ քայլենք առաջ։ Այս նախադասությամբ ինձ թվում է պիտի ավարտենք այսօրվա զրույցը, ինչի համար ես շատ շնորհակալ եմ։ Այսպիսին է թիվ թվաբանությունը, երբ հյուրը փորձառու, տաղանդավոր եւ Հայաստանի ու հայի համար շատ բան արած մարդ է։ Շնորհակալ եմ, կհանդիպենք։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։